Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսական կտրվածքով Արդեն վաղուց տեղադրված են նոյեմբեր ամսվա կանխատեսումներ, թե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր շուրջ 1.5 ժամանոց վիդեոն եւ շատ շուտով կլինեն նաեւ դեկտեմբեր ամսվա կանխատեսումները եւ նաեւ դեկտեմբերի ընթացքում սիրելի բարեկամներ կներկայացնեմ 26 թվականի կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար հատիկ առ հատիկ եւ ամեն շաբաթ սիրելիներս ավանդաբար ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը լուսնի փոխհարաբերությունները այլ մոլորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ ոչ որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում Սիրելի բարեկամներ, նախ ներկայացնեմ նորույթը 6 քար շարքից, սիրելիներս, սրանք բնական քարերից թևնոց թալիսմաններ են կենդանակերպերի համար, դուք սա շատ վաղուց սպասել եք, սիրելի բարեկամներ, եւ վերջապես ես պատրաստեցի ձեզ համար այդ գերհզոր թալիսմանները, որոնք լիցքավորված են, տեսեք ինչ գեղեցկություն է, երկրի ընդերքի հարստությունը, գոհարները ձեզ եմ բերել, ձեր հաջողության, առատության, առողջության, ինչ ասեմ, ամեն տեսակի բարիքների համար, ֆինանսական հաջողություն է բերում, էներգիայով է ձեզ լցնում, իհարկե ամեն նշան, ինչպես գիտեք, ցանկացած բոլոր կենդանակերպերի նշանները ունեն իրենց քարեր, այսինքն այն քարերը, որոնք էներգետիկորեն իրենց նպաստում են, օգնում են, բուժում են, տալիս են հաջողություն, ֆինանսական, գործնական, սիրային եւ այլն։ Իհարկե, քարերը զանազան են եւ բազմատեսակ ամեն կենդանակերպի համար։ Ես առանձնացրել եմ 6 գերհզոր քարեր եւ ստեղծել եմ այս շարքը 6 քար, շարքը բոլոր կենդանակերպերի համար։ Ես այժմ կներկայացնեմ կարիճիկին, սիրելի բարեկամներ, ահա տեսեք, ինչպիսի գեղեցկություն է ամեն թևնոցի վրա առկա է իր զոդիակի նշանը, կենդանակերպի նշան, սա կարիճն է, կարիճի ամենահզոր քարը եւ ամենահոգեհարազատ սերդոլիկն է, սիրելի բարեկամներ, հա տեսեք ինչպիսի գեղեցկություն, չար աչքի խափանման, նաեւ բուժիչ հատկություններ ունի սերդոլիկը, անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սերդոլիկը բժիշկները, այսինքն այն բժիշկները, ովքեր բուժում էին վիրավորներին, դրանցով բժշկում էին բաց վերքեր, այսինքն իհարկե հակաբիոտիկները նոր էին հայտնաբերված այդ ժամանակ եւ լայն տարածում չունեին, բայց հնուց ի վեր միջնադարյան բժշկությունից հայտնի է, որ սերդոլիկը հակաբորբոքային բժշկող հատկություն ունեցող քար է եւ կարող է անգամ բաց վերքերը բուժել, հակասեպտիկ հատկություններ ունի եւ իհարկե գիտեք որ կարիճները շատ կլանում են, արագ են կլանում այդ չար աչքը, այդ բացասական ազդեցությունները, որը կարող է նաեւ բացասաբար անդրադառնալ իրենց առողջության վրա եւ ահա այս սերդոլիկը պահպանում է, օգնում է բժշկվել, նաեւ իհարկե չարախափան հատկություններ ունի, ամրապնդում է մեր հոգին եւ մարմինը, սիրելի բարեկամներ, հաջորդ քարը նռնակարն է, այս գեղեցիկ բնական են բոլոր քարերը, իհարկե գիտեք որ համացանցում լայնորեն տարածված են այսպիսի թևնոցներ, շատ մեծ քանակությամբ վաճառվում են, բայց ես պետք է ասեմ սիրելիներս,
որ շատ հաճախ դրանք իհարկե արհեստական քարերից են պատրաստ կամ պարզապես ապակուց եւ դրա համար գինը մաչելի է, բնական քարը չի կարող այդքան մաչելի լինել, այնպես որ ձեռք բերեք իրականը, բնականը, որովհետեւ բնականը միայն կարող է ձեզ օգնել վերականգնել ուժերը, վերականգնել ձեր էներգետիկան, նպաստում է հաջողության բարելավմանը, ֆինանսական հաջողությանը, գործնական հաջողությունը, անձնական հաջողությունը, այսինքն բոլոր տեսակի հաջողություններով հատուկ ես լիցքավորել եմ այս թևնոցները եւ դրանք արդեն սպասում են իրենց երջանիկ կրողներին, կրողուհիներին եւ հաջորդ կարը նաև ագատն է, որը նույնպես ընդհանրապես կարիճին համապատասխան են բոլոր չարախապան, չար աչքից բոլոր քարերը շատ բարենպաստ են կարիճի համար։ Խրիզալիտը, որը նպաստում է ֆինանսական հաջողությանը, օպալը, ամենասիրելի քարերիցս մեկը դա օպալն է, սիրելի բարեկամներ, ես պարզապես պաշտում եմ օպալը եւ գիտեք օպալը իսկապես տալիս է մեզ հնարավորություն ապրել այնպես ինչպես որ մեզ անհրաժեշտ է, այսինքն լիանալ մեր էությամբ եւ ամենահզորագույն թալիսման քարերից մեկը կարիճների դա ռաուխտապազն է կամ ծխագույն կվարց է, ծխագույն, այսինքն դիմչտի կվարցը, որը որ օգնում է ուժեղացնել մեր ինտուիցիան, մեր այդ կանխատեսական ընդունակությունները, որը ոշտված են կարիճները։ Հաջորդը, որը ես կուզենամ ներկայացնել, դա աղեղնավորն է, քանի որ արդեն սկսվել է աղեղնավորների շրջան, այսինքն աղեղնավորիկները շուտով բոլորը հերթով տոնելու են իրենց ծննդյան օրը եւ սա լավագույն նվերը կլինի ձեզ համար, սիրելի աղեղնավորներ, նախ եւ առաջ փիրուզը խիզախության, արկածախնդրության, այսինքն խիզախ է դարձնում մարդուն, ավելի ակտիվ է դարձնում, քանի որ աղեղնավորները շատ սիրում են նաև ճամփորդել, ուժ է տալիս, որպեսզի աղեղնավորները կարողանան իրականացնել իրենց բոլոր նպատակներն ու ծրագրերը։ Հաջորդը գեղեցկագույն քար, դա ամետիստն է աղեղնավորիկների համար։ Ամետիստը տալիս է հոգու պարզություն, մաքրություն, ընկերասիրություն, հոգևոր այսպես ձգտումներն է ձեր ամրապնդում եւ ձեր սկզբունքները, ագատը նույնպես նպաստում է պաշտպանիչ նախատկություն ունի, նպաստում է ընտանեկան ներդաշնակության ագատը, նույնպես սերդոլիկը աղեղնավորների համար նույնպես բարենպաստ է, խրիզապրազը եւ նռնակարը, սիրելի բարեկամներ, ահա այսպիսի գեղեցկագույն ուրեմն թևնոց, ես իհարկե պատրաստել եմ այսպիսի թևնոցներ բոլոր կենդանակերպերի համար, պարզապես ժամանակի սղության պատճառով չեմ հասցնի ներկայացնել բոլոր 12-ը, բայց կաշխատեմ դա անել հաջորդ թողարկումներում, սիրելի բարեկամներ, անպայման գրեք մեկնաբանություններում, արդյոք ձեզ հետաքրքիր է, թե որ քարն է ձեր ամենահզոր թալիսմանը եւ որ քարը ինչ նշանակություն ունի, ինչ նպատակով պետք է կրել եւ ես սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Քարերը հնուց ի վեր օգտագործվել են, գիտեք, քարաթերապիան կամ լիտոթերապիան օգտագործվել է եւ հնագույն շրջանում եւ միջնադարում իբրև բժշկության տեսակ եւ շատ արդյունավետ է օգտագործվել, շատ մեծ այսպես հաջողությամբ է օգտագործվել, անգամ ասեցի, որ մինչեւ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ հակաբիոտիկները ըստ էության պարզապես չէին հերիքում եւ մաչելի չէին ամենտեղ եւ ամեն վայրում եւ ամեն պահի սերդոլիկը մաչելի էր եւ այդ իսկ պատճառով դա փրկեց հազարավոր մարդկանց կյանքեր, այս քարը իսկապես
հրաշքներ է գործում սիրելի բարեկամներ, ինչպես եւ մնացած բոլոր քարերը, իսկ դեկտեմբերին արդեն պատրաստ կլինեն 26 թվականի բոլոր հզոր քարերով թևնոցները, դրանք ունիվերսալ են, այսինքն բոլոր կենդանակերպերը կարող են գրել եւ հատկապես բարենպաստ է 26 թվականին գրելու համար, դա իհարկե արդեն դեկտեմբերին կներկայացնեմ ձեզ սիրելիներս, իսկ այժմ ներկայացնեմ թե ինչ է սպասվում մեզ նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում նոյեմբերի 20-ից 24-ից 30-ը ընկած ժամանակահատվածում շատ հետաքրքիր շաբաթ է մեզ սպասվում սիրելի բարեկամներ նոյեմբերի 24-ը բարենպաստ ընդհանուր առմամբ երեկոյան 23-24 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներայի հետ 22 աստիճան կարիճում գտնվում է Վեներան ես 22 աստիճան այդ եղջերում գտնվելու է լուսինը։ Իհարկե սա բարենպաստ է ընկերական հանդիպումների, ընտանեկան ինչ-որ խնջույքներ կազմակերպելու, ճաշկերույթ կազմակերպելու համար շատ լավ է։ Եվ նոյեմբերի 25-ը բարեխառն եւ բավականին ակտիվ օր է սիրելի բարեկամներ։ Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևանի ժամանակով 0:27 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի կապև հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրի հետ, որը առայժմ շարունակաբար հետընթաց է, բայց այս շաբաթ նա կանգ է առնելու վերջապես եւ 22 աստիճան կարիճում գտնվում է Մերկուրին եւ 22 աստիճան այդ եղջերում գտնվելու է լուսինը 4:11 րոպեին սիրելիներս Երևանի ժամանակով նոյեմբերի 25-ին գիշերը 4:11 րոպեին լուսինը դիմակայության մեջ է մտնելու մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի հետ 24 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը եւ 24 աստիճան այդ եղջերում գտնվելու է լուսինը իհարկե սա բարենպաստ է նախ եւ առաջ Յուպիտերի համար եւ լուսնի համար այնքան էլ բացասական ազդեցություն չի թողնի այս դիմակայությունը եւ միջայլոց նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշեր ուշադրություն դարձրեք ձեր երազներին հնարավոր է դուք տեսնեք ապագան մարգարեական լինեն ձեր երազները սիրելի բարեկամներ իսկ այս քարերով բնական քարերով թևնոցները կօգնեն ձեզ այսպես ավելի հստակ տեսնել ապագան եթե օժտված եք ինտուիցիայի իհարկե շնորհքով եւ 4:28 րոպեին լուսինը վեցանկյուն կկազմի նաեւ Սատուրնի հետ չարաբաստիկ մոլորակ մեծ շարիկ չարաբաստիկ Սատուրնը գտնվում է գիտեք ձկներում ձկների 25 աստիճանում եւ լուսնի հետ այդ եղջյուրից լուսինը նույնպես այդ եղջյուրի 25 աստիճանում ավելի կուժեղացնի Սատուրնը Այստեղ շատ նաև բարենպաստ հետաքրքիր մենք մուրակային փոխհարաբերություն կունենանք նոյեմբերի 25-ին 12:51 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Ուրան մոլորակի հետ անսպասելի փոփոխությունների մոլորակ հեղափոխական Ուրանը գտնվում է կրկին վերադարձել է ցուլ կենդանակերպ գիտեք որ նոյեմբերի 8-ին դա տեղի ունեցավ եւ մինչեւ գալիք տարվա ապրիլի վերջը Ուրանը կգտնվի ցուլ կենդանակերպում իհարկե սա բարենպաստ է անխատեսումների համար ինչ որ կամ արագ ինչ որ գործողություն բարենպաստ ավարտին հասցնելու համար ճիշտ է լուսինի աճողը բայց այնուամենայնիվ հետընթաց Մերկուրիի ժամանակ անգամ էլ բարենպաստ ինչ որ նոր բիզնեսներ նոր գործեր սկսելու եթե դուք արդեն իսկ ինչ որ ժամանակ սկսել եք ինչ որ գործ կամ նախաձեռնություն ապա հիմա կարող եք շարունակել եւ ավարտին հասնել եւ նոյեմբերի 25-ը շատ բարենպաստ օր է դրա համար եւ 13:10 րոպեին լուսինը նաեւ վեցանկյուն կկազմի Նեպտուն մոլորակի հետ որը կրկին վերադարձել է ձկներ իր սեփական աստղատունը հոկտեմբերի վերջին 29 աստիճան ձկներում գտնվում է Նեպտուն եւ 29 աստիճան այդ եղջերում գտնվում է լուսինը Եվ 14:15 րոպեին լուսինը մուտք կգործի ջրհոս կենդանակերպ նոյեմբերի 25-ին 17:44 րոպեին արդեն լուսինը կմիանա ավերիչ եւ ռազմատենչ Պլուտոն մոլորակի հետ 1 աստիճան ջրհոսում իհարկե սա բարենպաստ է ինչ որ մեծ քանակությամբ մարդկանց մտև Պլուտոնը դա մարդկային զանգվածն է հսկայածավալ մեծ այսինքն որոշվելու է մեծ
տերության մեծ երկրի ճակատագիր այդ ժամանակ նոյեմբերի 25-ին եւ 21:27 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի նաեւ Արեգակի հետ, սիրելի բարեկամներ, 3 աստիճան աղեղնավորում արդեն գտնվում է Արեգակը եւ 3 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նոյեմբերի 25-ը բարենպաստ օր է, այսինքն ներդաշնակ փոխհարաբերությունների վրա է վարտում լուսնի եւ Արեգակի վեցանկյան վրա, որը խիստ բարենպաստ է միջանձնային փոխհարաբերությունների համար, ինչ որ ներդաշնակեցման համար, լարվածությունը մեղմացնելու համար եւ այլն։ Բարենպաստ է նաեւ նոյեմբերի 26-ը 21:20 րոպեին, նոյեմբերի 26-ին Երևանի ժամանակով արդեն լուսինը վեցանկյուն կկազմի նաեւ Մարս մոլորակի հետ, 16 աստիճան աղեղնավորում գտնվում է Մարսը եւ 16 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսին։ Սա ֆիզիկական ակտիվության համար բարենպաստ շրջան է, հատկապես երեկոյան նոյեմբերի 26-ին պետք է ակտիվ լինել կամ քայլել կամ զբաղվել սպորտով, վազել, հեծանիվ քշել, շատ բարենպաստ կլինի։ Եվ նոյեմբերի 27-ին արդեն խիստ լարվածություն է սկսվում, որովհետև լուսինը սկսում է լարված փոխհարաբերությունների մեջ մտնել այլ մորակների հետ։ 7:12 րոպեին վաղ առավոտյան Երևանի ժամանակով 7:12 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մերկուրիի հետ 21 աստիճան կարիճում գտնվում է Մերկուրին եւ 21 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը։ 15:31 րոպեին լուսինը նաեւ լարված քառակուսի կառաջացնի Վեներայի հետ 25 աստիճան կարիճում Վեներան եւ 25 աստիճան ջրհոսում լուսին։ Իհարկե սա բարդացնում է միջանձնային փոխհարաբերությունները, լարվածություն է մտցնում, որոշակի լարվածություն է մտցնում կանանց միջև փոխհարաբերություններում, այնպես որ թե ցանկանում եք պարզել այնուամենայնիվ հարաբերությունները այլ կամ ձեզ հարազատ մտերիմ մարդկանց հետ, դա նոյեմբերի 27-ին մի արեք, ամենայն դեպս ուրիշ օր ընտրեք դրա համար։ Եվ 21:52 րոպեին Երևանի ժամանակով նոյեմբերի 27-ին իհարկե լարվածությունը այդ օրվա հասնելու է իր պիկին, իր գագաթնակետին, ինչու որովհետև լուսինը լարված քառակուսի կառաջացնի եւ Ուրան մորակի հետ, որը 29 աստիճան ցուրտ կենթանակերպում եւ լուսինը ջրհոսում։ Այսինքն այս մորակային փոխհարաբերությունը անբարենպաստ է, ցանկացած պայմանավորվածություն կարող է խախտվել կամ ինչ որ չստացվել կամ ինչ որ խնդիրներ առաջանալ կապի հետ կապված, հեռահաղորդակցության հետ կապված առհասարակ ճանապարհների խնդիրներ առաջանալ, հոսանքի տատանումներ, կապի խնդիրներ եւ այլն։ Այսինքն երեկոն բավականին այսպես լարված կանցնի նոյեմբերի 27-ին եւ 22:23 րոպեն վերջապես նոյեմբերի 27-ին լուսինը մուտք կգործի ձկնիկներ։ Նոյեմբերի 28-ին լրանում է լուսնի առաջին քառորդը, այսինքն ամբողջ գալիք շաբաթվա ընթացքում գիտեք որ լուսինը լինելու է աճող եւ ահա նոյեմբերի 28-ին 10:58 րոպեին լրանում է առաջին քառակուսին, 10:58 րոպեին լուսինը քառակուսի կկազմի Արեգակի հետ 6 աստիճան ձկներում գտնվելու է լուսին, 6 աստիճան աղեղնավորում Արեգակն։ Ու սա իհարկե օրվա ընթացքում որոշակի լարվածությունը նոյեմբերի 27-ից շարունակվելու է պահպանվել։ Նոյեմբերի 29-ը նույնպես բավականին լարված է սկսվելու 7:57 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մարս մորակի, 17 աստիճան աղեղնավորում գտնվում է Մարսը եւ 17 աստիճան ձկներում գտնվելու է լուսին, ու սա բավականին լարված առավոտ է, միջանձնային փոխհարաբերությունները շատ լարված են, կոնֆլիկտացին են, այսինքն մի գնացեք բաց առճակատման հենց նոյեմբերի 29-ի առավոտյան, բայց օրվա ընթացքում իհարկե աստիճանաբար նպաստավոր էներգիաները ավելի կշատանան եւ 12:53 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Մերկուրիի հետ 20 աստիճան կարիճում գտնվում է Մերկուրին, որը հենց նոյեմբերի 29-ին արդեն կանգ է առնում 20 աստիճան կարիճում, որը նույնպես արդեն բարենպաստ է եւ բոլոր գործընթացների, ընդհանրենք դուք ինչ որ բան եք պատվիրել արտերկրից եւ շատ դանդաղ է գալիս, ուշացումներ կան, ահա ամսի 29-ից հետո այդ ամենը կշտկվի, ինչ որ կամ լուր եք սպասում կամ աշխատանքի հետ կապված ինչ որ
սպասում եք ինչ-որ նորությանը, հա, նոյեմբերի 29-ից հետո այդ բոլոր տեղեկությունները դուք կստանաք, սիրելի բարեկամներ, եւ 19:45 րոպեին նոյեմբերի 29-ին ամենաբարենպաստ մորակային փոխհարաբերությունը տեղի կունենա Լուսնի եւ Յուպիտերը, մեծացանկության մորակ Յուպիտերը գեղեցիկ եռանկյունին 24 աստիճան ձկներում գտնվում է Լուսինը եւ 24 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը։ Սա շատ բարենպաստ փոխհարաբերություն է, դրական ավարտ է, թե ինչ-որ բան ակնկալում եք նոյեմբերի 29-ը երեկոյան, այսինքն շատ բարենպաստ է, մինչև ժամ այդպես 9 պլանավորեք, լավ է միջանձնային փոխհարաբերությունների համար, ինչ-որ նոր սկզբի համար, նոր գործ սկսելու համար կամ գոնե պլանավորելու համար։ Ու արդեն Լուսինը իհարկե երևալու է արևմուտքում Լուսնի մահիկը եւ արդեն ավելի այսպես բոլոր դրական process-ները ավելի արագ կընթանան, բայց 20:42 րոպեին այնուամենայնիվ որը մի քիչ լարված է ավարտում, որտեղ Լուսինը միանալու է չարաբաստիկ Սատուրն մորակի հետ 25 աստիճան ձկներում։ Ու սա իհարկե բարդացնում միջանձնային փոխհարաբերությունը, սառեցնում է զգացմունքները եւ անորոշություն է մտցնում, բայց այնուամենայնիվ դրական է լինելու նաեւ նոյեմբերի 30-ը, ես կարծում եմ նաեւ հնարավոր է նոյեմբերի 30-ին ուղիղ եթեր լինի Facebook-ում, այնպես որ հետևեք Facebook-յան էջից նաեւ սիրելի բարեկամներ, հնարավոր է ուղիղ եթեր, դեկտեմբերին կլինեն անպայման ուղիղ եթերներ, բայց կարող է սկսենք նոյեմբերի 30-ից։ Նոյեմբերի 30-ի գիշերը, այսինքն 20-30-ի գիշերը 3:12 րոպեին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի սիրով գեղեցկության մորակ Վեներայի հետ, որը 28 աստիճան Կարիճում է գտնվում եւ 28 աստիճան ձկներում Լուսինը։ 3:32 րոպեին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Ուրան մոլորակի հետ, անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանը 29 աստիճան ցուրտ կենթանակերպում է գտնվում եւ իհարկե սա նշանակում է, որ այդ 29-ի լույս 30-ի գիշերը նույնպես հնարավոր են մարգարեական երազներ, ինչ որ կանխատեսական, որ դուք հստակ կարողանաք կանխատեսել ապագան, այսինքն կամ տեսնել ապագան, կամ եթե օժտված եք այդպիսի շնորհքով, համեցեք խորհրդատվության։ Փիսո ջան եւ 4:05 րոպեին գիշերը նաև Լուսինը միանում է Նեպտունի հետ, որը նույնպես ընդգծում է եւ ուժեղացնում այդ կանխատեսական ընդունակությունները, նաև կան քարեր, որոնք ավելի այսպես նպաստում են նախ որ քունը հանգիստ լինի եւ նաև կանխատեսական մարգարեական երազներ տեսնենք, դրա մասին եթե ձեզ հետաքրում է նույնպես ես կխոսեմ հաջորդ մեր թողարկումներում։ 29 աստիճան ձկներում են միանում Լուսինն ու Նեպտունը եւ 5:06 րոպեին վաղ առավոտյան նոյեմբերի 30-ին Լուսինը մոտ կգործի Խոյ կենթանակերպ, այստեղ 8:21 րոպեին Լուսինը վեցանկյուն կկազմի նախ ավերիչ Պլուտոնի հետ 1 աստիճան ջրհոսում Պլուտոնը 1 աստիճան Խոյում Լուսինը եւ վերջապես ամենաբարենպաստ մորակային փոխհարաբերությունը նոյեմբերի 30-ի դա, քանի որ նոյեմբերի 32-ն դա Էկադաշի շրջանն է, Լուսինը Արեգակի հետ գեղեցիկ եռանկյունի է կազմում, 8 աստիճան Խոյ կենթանակերպում գտնվում է Լուսին եւ 8 աստիճան աղեղնավորում գտնվելու է Արեգակը, սա 19:09 րոպեին տեղի կունենա եւ շատ բարենպաստ է նոր բարենպաստ իրադարձությունների սկիզբ դնելու համար, մարդկային փոխհարաբերությունների համար, կանանց եւ տղամարդկանց միջև հարաբերությունները կարգավորելու համար, ընդհանրապես Էկադաշի օրերը համարվում են ամենաբարենպաստ եւ հատկապես այդ ժամերը շատ խիստ բարենպաստ են համարվում, այնպես որ թե ինչ որ կարևոր գործեր կան նոյեմբերի 30-ի երեկոյան, դա պլանավորեք սիրելի բարեկամները, այսքան է այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենթանակերպերին նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, այսինքն նոյեմբերի 24-ից 30-ը ընկած ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը, նոյեմբերի 24-ից 25-ը կարևոր գործնական հաջողություն է ձեզ սպասում, ինչ որ դուք վաղուց սպասել եք, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի պաշտոնի հետ կապված, կամ ինչ որ կարևոր առաջարկություն ձեզ կանեն գործնական կամ անձնական բնույթի։ Նոյեմբերի 25-ից 27-ը կկատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է օնլայն բիզնեսի համար։ Նոյեմբերի 27-ից 30-ը զգուշացեք գաղտնի թշնամիներից, նրանք ակտիվանալու են եւ քնած չեն։ Սիրելի ցլակներ, ձեզ
համար եւս բարենպաստ է։ Գալի վերջապես բարենպաստ ինչ-որ բան ասացինք ծլերի համար, վայ։ Նոյեմբերի 24-ից 25-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, կամ ճամփորդություն։ Նոյեմբերի 25-ից 27-ը կարևոր գործնական հաջողություն է ձեզ սպասում, ինչ որ դուք վաղուց չի ստացվել, ինչ որ հետընթաց էր Մերկուրին, կապված պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի պաշտոնի հետ կապված կամ հետաքրքիր առաջարկություն ձեզ կանեն։ Նոյեմբերի 27-ից 30-ը կկատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, հնարավոր է ձեզ ուրախացնեն ձեր չափահաս երեխաները, ուրախացնեն, ասեն, ահա, մենք ամուսնանում ենք, կամ մենք նշանվում ենք, կամ երեխա պետք է ունենանք, կամ հետաքրքիր հանդիպում, որը հետագայում արդեն կարող է հեռանկարային լինել, որովհետև Մերկուրին, գիտեք, որ նոյեմբերի 29-ին արդեն կանգ է առնում եւ սկսում է իր ուղղընթաց շարժը, սիրելի բարեկամներ։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ բարենպաստ է։ Գալիք շաբաթը նոյեմբերի 24-ից 25-ը զգուշացեք անսպասելի զարգացումներից, զգուշ եղեք ճանապարհներին եւ մեծ ծախսեր մի արեք։ Նոյեմբերի 25-ից 27-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, կամ ճամփորդություն, հնարավոր է նոյեմբերի 27-ից 30-ը շատ կարևոր գործնական հաջողություն է ձեզ սպասում, այն ինչ որ դուք վաղուց սպասում եք, չէր ստացվում գործնական ոլորտում, պաշտոնի հետ կապված, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, ահա այդ ամենը կկատարվի, տեղի կունենա։ Սիրելի խեցգետինիկներ, բար շաբաթ է ձեզ սպասվում, ես ձեզ ասեմ, մի նվնվացեք։ Նոյեմբերի 24-ից 27-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, եւ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Նոյեմբերի 25-ից 27-ը անսպասելի զարգացումներ են հնարավոր, խնդիրներ առողջական կամ մեծ ֆինանսական ծախսերի կարիք, բայց ցանկալի չէ մեծ վարկեր կամ պարտքեր վերցնելը։ Նոյեմբերի 27-ից 30-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր կամ հնարավոր է նաև ճամփորդություն։ Սիրելի առյուծակներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը նոյեմբերի 24-ից 25-ը գործնական հարցեր են լուծվելու, ընթացիկ աշխատանքային հարցերով եք զբաղվելու, նաև առողջության հետ կապված հարցերով։ Նոյեմբերի 25-ից 27-ը հնարավոր է լարվածություն գործընկերների կամ զուգընկերների հետ։ Եվ 27-ից 30-ը հնարավոր է ինչ-որ անսպասելի զարգացումներ, խնդիրներ, ճանապարհներին, առողջական խնդիրներ կամ ձեր բարեկամների, բայց ամեն դեպքում մեծ վարկեր կամ վարկեր մի վերցրեք։ Սիրելի կույսակներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը։ Նոյեմբերի 24-ից 25-ը շատ բարենպաստ օր է, հատկապես երեխաների համար, հանգստի համար, հաճույքների համար, բիզնեսի համար լավ օրեր են։ Նոյեմբերի 25-ից 27-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով եւ առողջության հետ կապված հարցերով, իսկ նոյեմբերի 27-ից 30-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, եւ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Բարեխառն է լինելու շաբաթը նաեւ կշերքների համար, սիրելի կշերքներ, նոյեմբերի 24-ից 25-ը տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր եք լուծելու, տան հետ կապված հնարավոր է փաստաթղթեր ձևակերպել կամ առքովաճառք եւ այլն։ Նոյեմբերի 25-ից 27-ը շատ բարենպաստ օրեր են սիրո, երեխաների, հաճույքների, բիզնեսի համար, իսկ 27-ից 30-ը ընթացիկ աշխատանքային հարցեր եք լուծելու, կենցաղային հարցեր եք լուծելու եւ առողջության հետ կապված հարցեր եք լուծելու։ Սիրելի կարիճակներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթ, ընդհանուր առմամբ նոյեմբերի 24-ից 25-ը կարճ ճանապարհ եք գնալու, որի ժամանակ կարևոր լուր եք ստանալու կամ հետաքրքիր հանդիպում է տեղի ունենալու։ Նոյեմբերի 25-ից 27-ը տան ընտանիքի հետ կապված հարցեր եք կարգավորելու, հնարավոր է տան առքովաճառ կամ ինչ-որ պայմանավորություն փաստաթղթերի ձևակերպում։ Նոյեմբերի 27-ից 30-ը բարենպաստ է սիրո, երեխաների, ստեղծագործության, բիզնեսի համար։ Ինչ վերաբերվում է աղեղնավորիկների, սիրելի աղեղնավորիկներ, ես ձեզ պետք է ասեմ, որ արդեն պատրաստ են այդ
զարմանահրաշ մոգական բնական քարերից պատրաստված այս թևնոց թալիսմանները հատուկ ձեր անհատական քարերով են պատրաստվում դրանք եւ ահա աղեղնավորների թևնոցն եմ ուզում ձեզ ցույց տամ, քանի որ աղեղնավորները արդեն սկսվել է աղեղնավորների շրջանը, ահա սիրելի բարեկամներ, սա լավագույն նվերը կլինի աղեղնավորների համար, թե չգիտեք ինչ նվիրեք ինքներդ ձեզ կամ ձեր մտերիմ հարազատ աղեղնավորին։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը նոյեմբերի 24-ից 25-ը, բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու 25-ից 27-ը կարճանապար եք գնալու, որի ժամանակ հնարավոր է կարևոր ինչ-որ հանդիպում լինի եւ վաղուց սպասված լուր կստանաք։ Նոյեմբերի 27-ից 30-ը տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր եք լուծելու կամ տան առքովաճառքի հետ կապված հարցեր։ Բարենպաստ է գալիք շաբաթը նաեւ այդ եղջյուրիկների համար, իմիջիալոց այդ եղջյուրիկներ, սա ձեր անհատական թալիսմանն է, այս թևնոց թալիսմանը բնական քարերից պատրաստված, ահա սրանք օձաքարերն են, շատ հզոր թևնոց է իմիջիալոց, շատ անպայման ձեռք բերեք նոյեմբերի 24-ից 25-ը բարենպաստ է ձեր արտաքին հմայքի գեղեցկության համար, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է սիրելի այդ եղջյուրներ 25-ից 27 նոյեմբերի, բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու 27-ից 30-ը, լավ է ճամփորդել, կարճ ճանապարհ գնալ, որի ընթացքում հնարավոր է կարևոր լուր ստանալ կամ հանդիպում հետաքրքիր։ Սիրելի ջրհոսակներ, ահա ջրհոսակների թալիսմանն էլ ցույց տամ բնական քարերից, շատ գեղեցկագույն լազուրիտներով պատրաստված թալիսման է։ Նոյեմբերի 24-ից 25-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, նոյեմբերի 25-ից 27-ը զբաղվեք սիրելի ջրհոսներ ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է եւ 27-ից 30-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Եվ վերջապես ձկնիկներ, սիրելի ձկնիկներ, նոյեմբերի 24 ձեր համար նույնպես ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը նոյեմբերի 24-ից 25-ը կարևոր ինչ որ երազանք իրագործվի ձեզ համար եւ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաեւ on-line բիզնեսի համար նոյեմբերի 25-ից 27-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից եւ նոյեմբերի 27-ից 30-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանն իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Կհանդիպենք, stay tuned.